Հիշողության ուսումնասիրությունն առհասարակ վերջին 100-ամյակում բավականին զարգացած ուղղություններից մեկն է հասարակագիտության բնագավառում եւ տարբեր դիսցիպլինների կողմից հիշողության այս կամ այն ասպեկտները դառնում են քննարկման առարկա։ Այն ըստ էության միջդիսցիպլինար ուղղություն է, որտեղ խաչվում է եւ պատմագիտական, եւ մշակութաբանական, եւ ազգաբանական տարբեր ասպեկտներ։ Ընդհանուր առմամբ գոյություն են երկու տեսական մոտեցումներ հիշողության ուսումնասիրության խնդիրների վերաբերյալ, դա այն է, թե ինչպես է անցյալն ազդում ներկա իրավիճակի վրա եւ ինչպես է ներկան ձևավորում անցյալի մասին պատկերացումներ։ Անկախ այս երկու մոտեցումներից կամ որդեգրված նախընտրելու ուղղություններից կան մի շարք հասկացություններ, որոնք կոնկրետացնում են հիշողության ուսումնասիրության այս կամ այն ասպեկտները, ինչպես օրինակ պատմական հիշողություն, կոլեկտիվ հիշողություն, հիշողության քաղաքականություն կամ պատմական ամնեզիա կամ հակահիշողություն։ Այս բոլոր հասկացությունները օգնում են մեզ հասկանալու հասարակական եւ մշակութային կյանքում հիշողության դրսևորման տարբեր ասպեկտներ։ Անկախ որդեգրած մոտեցումներից աներկբա է, որ հիշողությունը կոլեկտիվ ինքնության ձևավորման կարևորագույն բնութագրիչներից մեկն է հանդիսանում եւ ազգաստեղծման եւ պետականաստեղծման կարևորագույն ատրիբուտներից մեկը։ Այդ առումով արևմտյան հասարակագիտության մեջ վերջին 100-ամյակում բավականին զարգացել են տարբեր ասպեկտներով հիշողության ուսումնասիրությունները, իսկ խորհրդային միության փլուզումից հետո այն ակտուալ դարձավ նաև հետխորհրդային տարածքում եւ հետխորհրդային երկրներում արդեն կան ուսումնասիրություններ այս կամ այն հանրության հիշողության տարբեր ասպեկտների հետ կապված։ Սովորաբար հիշողության ուսումնասիրությունը ուղղակիորեն առնչվում է նաև հիշողության քաղաքականության եզրի կամ եզրույթի հետ եւ խորհրդային միության հիշողության քաղաքականությունը իր մեջ ենթադրում էր մոռացության տալ 20-րդ դարասկզբի ազգամիջյան հակամարտությունները, քանի որ դա չէր բխում այդ ժամանակաշրջանի գաղափարախոսական պահանջներից, որոնք էին ինտերնացիոնալիզմը եւ ժողովուրդների բարեկամությունը, եւ համարվում էր, որ դա ստվեր կնետեր այդ գաղափարների եւ գաղափարախոսությունների վրա։ Թեև կար պաշտոնական այդ հիշողության գաղափարախոսությունը, այնուամենայնիվ հանրության կամ տարբեր հանրույթների սոցիալական տարբեր շերտերում ակտուալ էին մնում կամ այս կամ այն կերպ հիշվում էին դարասկզբի ազգամիջյան հակամարտությունները, դրանց դրսևորման տարբեր կերպերը։ Խորհրդային միության փլուզումից հետո, ինչպես արդեն նշեցինք, հիշողության ուսումնասիրությունները ակտուալ դարձան, մասնավորապես Կովկասյան տարածաշրջանում, որը ակտիվ էթնիկական կոնֆլիկտների թատերաբեմ դարձավ, եւ ուսումնասիրողները փորձ էին անում տեսնել հակամարտող հիշողություններ, եւ շատ դեպքերում այդ խնդիրը քննարկվում էր հակամարտող դիրքերից ելնելով, այսինքն օրինակ հիշողությունների պատերազմ կամ հանրության հիշողությունը կառուցվում ի հաշիվ մյուսի հիշողության։ Եվ այս շրջանակներում խնդիրների քննարկումը բավականին ընդունված տարբերակներից մեկն է հանդիսանում։ Ազգաբանական եւ մարդաբանական առումով ոչ միայն կարեւոր է հիշողությունն ինքնին որպես ուսումնասիրության առարկա, այլև որպես դիսկուրսիվ պրակտիկա դրա դրսևորման սոցիալական եւ քաղաքական ասպեկտները, այսինքն ինչպես է հիշողությունը թելադրում որևէ կոնկրետ սոցիալական վարքագիծ կամ քաղաքական վարքագիծ այս կամ այն հանրույթի կամ լոկալ միավորի շրջանակներում, այս կամ այն իրավիճակներում։ Այս երևույթը մենք փորձեցինք դիտարկել եւ տեսնել հայ-ադրբեջանական մի հետազոտության շրջանակներում, որը վերաբերվում էր հակամարտության նախնական շրջանում 1988-89 թվականներին երկու գյուղերի փոխանակման պատմությանը։ Այս երկու գյուղերն են Շամախու շրջանի Քերքենչ հայկական գյուղը եւ Հայաստանի հյուսիսում գտնվող այդ ժամանակ Ղզլշաֆակ կոչվող ադրբեջանաբնակ գյուղը։ Այս երկու գյուղերը հակամարտության նախնական այդ փուլում պայմանավորվում են եւ միմյանց հետ փոխանակում իրենց համայնքները կոլեկտիվ փոխանակման միջոցով, դա խաղաղ տարաբաժանման մի օրինակն էր կոնֆլիկտային իրավիճակում, երբ որ շուրջ բոլոր էթնիկ բռնություններն էին թևածում։
Թեև հետազոտության խնդիրների մեջ անմիջականորեն չէր մտնում հիշողության ուսումնասիրությունը, սակայն գրանցված նյութը եւ հայկական լոկալ համայնքում եւ ադրբեջանական լոկալ համայնքում թույլ տվեց տեսնել հիշողության կոնկրետ դրսևորումներ կոնֆլիկտային իրավիճակում, որը պայմանավորված էր Ղարաբաղյան շարժմամբ։ Ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում իհարկե հիշողության ակտուալիզացիա տեղի ունեցավ եւ այդ հիշողությունը ուներ իր սիմվոլներ, ասենք օրինակ հայկական իրականության մեջ 88 թվականի վերջերին ակտուալիզացվեց Ֆիդայու կերպարը, որը պայմանավորված էր Սումգայիթից սկիզբ առնող զոհի ինքնանկալումների փոխակերպմամբ եւ Ադրբեջանում շարունակվող հակահայկական հալածանքներով, մի քիչ ավելի ուշ ակտուալիզացվեց Անդրանիկի կերպարը որպես հայերի փրկիչ եւ այս իրավիճակում լոկալ տարբեր համայնքներում հիշվեցին կամ ակտուալիզացվեցին հիշողություններ, որոնք գալիս էին դարաշրջանի ազգամիջյան հակամարտություններից։ 1988 թվականի վերջերին Ադրբեջանում իրավիճակը կտրուկ սերվում է եւ հայկական Քերքենջ գյուղը հայտնվում է բարդ իրավիճակում պայմանավորված շուրջ բոլորը տեղ ունեցող էթնիկ հալածանքներով եւ հայերի բռնագաղթում։ Այդ իրավիճակում հիշվում են 18 թվականի իրադարձությունները։ Հիշվում են ոչ միայն հայկական գյուղում, այլ հարևան ադրբեջանաբնակ գյուղում, որտեղ ըստ պատմությունների 1918 թվականին մի 15-20 հոգի հարձակվել էին հայկական գյուղի վրա, տեղի են ունեցել սպանություններ, բռնություններ եւ այլն, եւ պատմությունն ասում էր, որ հետագայում այդ հարձակվողներից որևիցե մեկը իր կենթանի մահով չմահացավ, իսկ վերջինը մահացավ մենակ տանը մի քանի օր մնալով, ծերունի էր եւ միայնակ էր մնացել։ Եվ 88 թվականի վերջերին ադրբեջանաբնակ այդ գյուղում հիշվում է այդ պատմությունը եւ ինչպես մեր բանասացներն են ասում, գյուղի հոգեվորականը Մոլան հավաքում է գյուղի ժողովրդին, հիշեցնում 18 թվականի իրադարձությունները եւ հայտարարում, որ եթե որևիցե մեկը հարձակվի հայկական գյուղի վրա, տեսեք թե ինչ եղավ նրանց հետ, ովքեր 18 թվականին գնաց, ես նրան դուրս կշպրտեմ գյուղից, ով համարձակվի այս ծանր իրավիճակում մտնել հայկական գյուղ, զբաղվել թալանով եւ այլ բռնություններով, եւ Մոլայի զգուշացումից հետո, ինչպես նշում են բանասացները, այդ գյուղից որևիցե մեկը չհարձակվեց հայկական գյուղի վրա, ավելին գյուղապետը, այսպես ասենք, աջակցության այցելություն կատարեց հայկական գյուղ, իր հետ անհրաժեշտ մթերքներ բերելով, որպեսզի բարդ իրավիճակում հայերը կարողանան գոյատևել։ 18 թվականների հիշողությունները հիշվում են նաև Հայաստանում բնակվող ադրբեջանաբնակ Ղզլ Շաֆակ գյուղում, իրենց հիշողությունների համաձայն 18 թվականին թուրքական բանակը հետապնդում է Անդրանիկի զորքերին եւ գալիս հասնում է հայկական Շահնազար այդ ժամանակվա հիմիկվա Մեծավան գյուղի մոտ, որոնք հարևանակցում էին Ղզլ Շաֆակ գյուղին։ Թուրքական բանակը սպառնալիք է ստեղծում հայկական գյուղի համար եւ ինչպես ադրբեջանցի բանասացներն են ասում, հայ ակսակալները, այսինքն գյուղի ավակները դիմում են հարևան ադրբեջանաբնակ գյուղին, խնդրելով միջնորդել, որպեսզի թուրքական փաշան չմտնի հայկական գյուղ եւ հալածանքներ տեղի չունենան, եւ Ղզլ Շաֆակի ադրբեջանցիները թուրքական փաշային դիմում են այդ խնդրով, որ պետք չի մտնել հայկական գյուղ, փաշան ասում է դուք լավ հարաբերությունների մեջ եք, ես չեմ մտնի հայկական գյուղ եւ 18 թվականին ըստ այդ բանավոր հիշողությունների Մեծավան կամ Շահնազար գյուղը փրկվում է։ Եվ ադրբեջանցիների մեջ կային նաեւ պատմություններ այն, որ Անդրանիկին իրենք սպանել էին Վրաստանում արդեն Բոլնիսում, իսկ 1980-ական թվականների վերջերին հայերը սպանում են Անդրանիկին սպանողին։ Անդրանիկի կերպարի այդ ընկալումը ադրբեջանական միջավայրում հստակորեն ցույց էր տալիս դրա առասպելական ընկալման բնույթը, այսինքն հայտնի է, որ Անդրանիկը չի սպանվել Վրաստանում, այլ մահացել է 27 թվականին Միացյալ Նահանգներում, եւ այս ամբողջը կոնֆլիկտի կամ կոնֆլիկտային պերսոնաժի առասպելաբանական կամ առասպելական ընկալման արդյունք է հանդիսանում։ Եվ գալիս է 1988 թվականի վերջերը, երբ որ դրությունը նորից սրված է եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները այս անգամ էլ դիմում են հարևան
Շահնազար կամ Մեծավան գյուղին, հիշեցնելով 1918 թվականի այդ փոխօգնությունը։ Եվ ինչպես նշում են ադրբեջանցի բանասացները, իրենք դիմեցին մեծավանցիներին, ասելով՝ «Այ հիշում եք 18 թվականին մենք ձեզ ոնց փրկեցինք, հիմա էլ դուք մեզ աջակցեք»։ Եվ ըստ իրենց պատմությունների շահնազարցիները աջակցում են Ղզել Շաֆակին եւ թույլ չեն տալիս, որպեսզի այդ գյուղում բռնություններ տեղի ունենան։ Այս երկու պատմությունները ցույց են տալիս, որ 1988 թվականի վերջերին երկու համայնքներում էլ ակտուալիզացվում են 18 թվականի մասին հիշողությունները։ Այդ հիշողությունները թեև հակադրություններ են իրենց մեջ պարունակում, այնուամենայնիվ դրանք չհանգեցրեցին կոնֆլիկտային իրավիճակի եւ բերեցին կոնֆլիկտի հանգուցալուծմանը տեղական մակարդակով։ Այն գործոնները, որոնք կոնֆլիկտային էին, այսինքն օրինակ Անդրանիկի կերպարը, մնաց եւ գործեց առասպելական դաշտում։ Այն գործոնները, որոնք հիմնված էին փոխադարձ օգնության վրա, կոնֆլիկտային իրավիճակում գործեցին եւ շարունակեցին եւ հնարավորություն տվեցին լոկալ այդ համայնքներին դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակից գոնե լոկալ մակարդակում։ Թեև այստեղ կարևորագույն խնդիր է այն նաև, որ այս երկու պատմությունների մեջ էլ կային ընդհանուր հիշողության որոշակի ասպեկտներ։ Այն երկբա էր, որ 18 թվականի հիշողությունները Ադրբեջանում հայկական գյուղի շրջանակներում երկուստեք ընդհանուր էր այն, որ հայկական գյուղի վրա 18 թվականին եղել էր հարձակում եւ ադրբեջանական համայնքի համար եւ հայկական գյուղի համար դա ընդհանուր մի կետ էր։ Նույն հիշողության ընդհանրությունն էլ կար Հայաստանում ադրբեջանաբնակ գյուղի եւ Մեծավան հայկական գյուղի շրջանակներում, որ եղել էր թուրքական բանակի մուտք, որը սպառնալիք էր եղել եւ փոխադարձ օգնության այդ պատմությունը գործում էր։ Իսկ առասպելական կերպարը, ինչպես օրինակ Անդրանիկի կերպարն էր, մնաց եւ գործեց առասպելական դաշտում, որևիցե դեր չխաղալով կոնկրետ լոկալ միջավայրում։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ հիշողությունները ոչ միայն գտնվում են հակադրության մեջ, այլև դրանք կարող են հանգեցնել երկխոսությունների եւ կոնֆլիկտի հաղթահարմանը լոկալ մակարդակում, թելադրելով որոշակի սոցիալական եւ կոլեկտիվ վարքագիծ։ Եվ այդ առումով հասարակական տարբեր շերտերի լոկալ ուսումնասիրությունների խնդիրը կարևորվում է հասկանալու համար, որ հասարակական ընկալումները իրենցից ավելի բարդ երևույթներ են ներկայացնում կոնկրետ պրակտիկաների եւ դրսևորումների առումով, քան մենք սովորաբար պատկերացնում ենք։